շարունակում ենք։ Урок называется «Природа конфликта». Դասի վերնագիրն է վեճի էությունը Серия կամ конфликтов. բնույթը։ Սերիան վեճն է։ Ну, вы поняли, да, что уроки, как бы, они закреплены в сериях. Հասկացել եք, չէ՞ որ դասերը իրենք ոնց որ սերիաներով են։ Да, и заканчиваем серию, потом начинается другая серия. Ավարտում ենք ինչ-որ սերիա, հետո սկսում են նոր սերիան։ И урок как бы выходит из урока. Եվ դասը կարծես թե մյուս դասից ծնվում է։ И тоже серия выходит из серии. Եվ նույնպես սերիան էլ мյուս սերիայից է դուրս Поэтому գալիս։ очень важно не пропускать. Դրա համար շատ կարևոր է բաց չթողնել։ Итак, мы прочитаем с вами 1 Тимофею 3:16. Եվ ահա մենք կարդում ենք Առաջի Տիմոթեոս 3:16։ Առաջի Տիմոթեոս 3:16։ И беспрекословно великое благочестие тайна. Եվ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Бог явился во плоти, Աստված հայտնվեց մարմնում, оправдал себя в духе, արդարացավ հոգով, показал себя ангелом, երևեցավ հրեշտակներին, проповедан в народах, քարոզվեցավ ազգերին, принят верою в мире, հավատացվեցավ աշխարհում вознесся в славе. եւ վերացավ փառքով։ О ком здесь идет речь? Ում մասին է այստեղ խոսքը։ Об Иисусе. Հիսուսի։ То есть Бог явился во плоти. Այսինքն Աստված ինքը մարմնով И հայտնի вот эта вот великая тайна божественной природы, которая проявила себя во плоти. Եվ այս է Աստվածային այդ մեծ խորհուրդը, որ մարմնով եկավ։ Да, а теперь еще одно место мы с вами прочитаем. Եվս մեկ տեղ կկարդանք ձեզ հետ միասին։ Ефесянам 5 глава 30-32. Եփեսացիս 5-րդ գլուխ 30-32-րդ խոսքերը։ Смотрите, потому что мы члены тела Его. Տեսեք, որտեվ մենք նրա մարմնի անդամներն ենք։ Там что написано? Бог явился во плоти. Այնտեղ ինչ էր գրված Աստված մարմնով հայտնվեց, А здесь написано, мы являемся членами Его, իսկ այստեղ գրված է, որ մենք нրա մարմնի, тела Его, от Антонелли. плоти Его и от костей Его. նրա մարմնից է եւ նրա ոսկորներից է։ И дальше, посему оставит человек отца своего и мать, Սրա համար մարդը կթողնի իր հորը եւ մորը, прилепится к жене իր своей, կնոջ կհարի, и будут двое одна плоть. եւ երկուսը մեկ մարմին И կլինեն։ дальше послушайте, что он говорит. Եվ շարունակության մեջ տեսեք ինչ են Он ասում։ говорит, тайна сия велика. Այս խորհուրդը մեծ է, Я говорю по отношению ко Христу и церкви. բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վրա եմ ասում։ Теперь понимаете, вот когда Христос пришел на эту землю во плоти, Այս կասկանում եք, երբ որ Հիսուսը եկավ մարմնով այս երկիր, и Он там оправдал себя в духе. եւ այնտեղ նա իրեն հոգով То արդարացրեց։ есть Он не согрешил, жил в духе. Այսինքն նա մեղք չգործեց, նա ապրեց հոգով։ И там написано, Он показал себя ангелом. Այնտեղ գրված է նա իրեն ցույց տվեց հրեշտակներին И Он проповедовал в народах, եւ նա քարոզվեց ազգերին и верою принят, եւ հավատքով и ընդունվեց вознесся. եւ համբարձվեց։ А потом Он ушел Հետո նա գնաց, и послал Святого Духа, ուղարկեց Սուրբ Հոգուն и образовалась церковь. եւ եկեղեցին ձևավորվեց։ То есть Бог сейчас тоже во плоти. Այսինքն Աստված այսօր էլ նույնպես մարմնով է։ Понимаете как? Հասկանում եք ինչպես։ Через нас. Մեր միջոցով։ Мы Его тело. Մենք նրա մարմինն ենք։ Церковь является Его телом. Եկեղեցին նրա մարմինն է։ Мы продолжаем то, что делал Христос. Մենք շարունակում ենք այն ամենը, ինչ որ անում էր Քրիստոսը։ Бог явился во плоти, это про нас, про сегодня. Աստված մարմնով հայտնվեց դա մեր մասին է այսօր։ Это не только тогда, когда Иисус был здесь. Դա ոչ միայն այն մասին է, երբ որ Հիսուսը այստեղ էր Но երկրի վրա, Иисус сегодня является во плоти. բայց Հիսուսը այսօր էլ մարմնով հայտնված Он է։ говорит, разве не знаете, что вы храм Святого Նա ասում Духа? է, միթե չգիտեք, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք։ Говорит, вселюсь в них, буду ходить в них. Ասում է կբնակվեմ նրանց մեջ, կքայլեմ նրանց հետ, Буду их Богом, они будут моим народом. կլինեմ նրանց Աստված եւ նրանք իմ ժողովուրդը։ То есть сегодня Бог является во плоти. Այսինքն այսօր Աստված հայտնված է մարմնով։ Или Он желает являться во плоти. Կամ էլ ինքը ցանկանում է մարմնով И հայտնվել։ как Христос, так и мы сегодня. Ինչպես Քրիստոսը, այնպես էլ մենք այսօր։ Мы должны быть оправданы в духе, Մենք պետք է արդարացված լինենք то հոգով, есть жить в духе, այսինքն ապրենք հոգով, показать себя ангелом. ցույց տանք մեզ հրեշտակներին։ Это тоже очень интересно. Սա էլ նույնպես շատ հետաքրքիր է։ Христос, который в нас должен быть через нас проповедан народом, Քրիստոսը, որ մեր մեջ է, պետք է մեր միջոցով ազգերին քարոզվի, не только армянам. ոչ միայն հայերին։ Почему я здесь?
Ինչու եմ ես այստեղ։ Потому что мой Иисус здесь проповедует народам. Որովհետև իմ Հիսուսը այստեղ քարոզում է ազգերին։ Не армянскому народу, мой Иисус проповедует армянскому народу. Իմ Հիսուսը քարոզում է հայ ազգին։ Вы видите исполнение этого пророчества. Դուք տեսնում եք այս մարգարության կատարումը։ Если вы народам другим не проповедуете, вы еще не находитесь вот в Եթե том դուք ուրիշ призвании. ազգերին չեք քարոզում, դուք դեռ այդ կանչվածության մեջ И չեք։ принят верою в мире. Եվ աշխարհում ինքը հավատքով ընդունվեց։ То есть мы знаем, что люди принимают Христа, когда мы проповедуем, Իսկ մենք հասկանում ենք եւ մարդիկ ընդունում են Քրիստոսին, երբ որ մենք и քարոզում ենք вознесся в славе. եւ համբարձվեց փառք։ Вы знаете, что будет вознесение церкви. Դուք գիտեք, որ եկեղեցու այդ համբարձումը պետք է լինի, Церковь будет համբարձվել։ вознесена. Եկեղեցին պետք է То համբարձվի։ есть вот то, что мы видим, было со Христом, Այսինքն ինչ որ մենք տեսնում ենք, ինչ որ կատարվեց Քրիստոսի то հետ, же самое и с нами. նույնը նաեւ մեզ հետ։ Итак, первое, смотрите, он приводит пример там, Եվ առաջինը տեսեք նա բերում է օրինակ, что человек от матери, от отца отлепляется որ մարդը մորից հորից կտրվում է и прилепляется к жене. եւ միանում է կնոջ հետ։ И двое становятся одной плотью. Եվ երկուսը դառնում են մեկ մարմին։ И он приводит пример, что это отношение церковь и Христос. Եվ նա բերում է օրինակ, որ սա եկեղեցու եւ Քրիստոսի հարաբերության Поэтому մասին է։ связь со Христом очень близкая должна быть в отношении с верующим. Դրա համար Քրիստոսի հարաբերությունը պետք է շատ մտերիմ լինի։ Например, Հավատացյալի հետ։ с моей женой есть очень близкие отношения. Օրինակ իմ կնոջ հետ շատ մտերիմ հարաբերություն ունի։ Не только то, что я какие-то тайны ей с ней делюсь, Ոչ միայն այն ինչ որ գաղտնիքներ եմ նրա հետ но կիսում, мы вдвоем остаемся с ней. բայց մենք երկուսով ենք մնում И իրար никто հետ։ этого не видит, только и не чувствует, только я и она. Եվ ոչ ոք դա չի տեսնում, միայն ես եւ ինքը։ И мы никому не расскажем о нашей тайне. Եվ մենք ոչ մեկին չենք պատմի մեր И գաղտնիքի точно մասին։ так же должно быть у каждого человека личное отношение со Христом. Եվ нույնպես պետք է ամեն մարդ ունենա այդ անձնական гաղտնի հարաբերությունը Мы должны Քրիստոսի։ быть с Ним одним целым. Մենք պետք է նրա հետ մեկ լինենք։ Поэтому это первое. Каждый человек должен иметь личное Եվ отношение, դա առաջինն է, личную связь յուրաքանչյուր со մարդ Христом. պետք է ունենա անձնապես հաղորդակցություն Քրիստոսի հետ։ Второе. Երկրորդը, Там явился во плоти. մարմնով հայտնվեց։ То есть божественная природа явилась в личности Иисуса. Այսինքն աստվածային բնությունը, էությունը ինքը հայտնվեց Քրիստոսի անձի միջոցով։ В Иоанна там Христос говорит, вы уверовали, что мы уверовали, что ты послал меня. Հովանեսում գրված է, որ մենք հավատացինք, ես հավատացի, որ մենք հավատացինք, որ դու ուղարկեցիր ինձ։ То есть отец послал сына, они уверовали. Այսինքն հայրը ուղարկեց որդուն եւ նրանք И հավատացին послал в теле. եւ уղարկեց մարմնով։ А потом он говорит, я в них. Եվ դու ասում ես ես նրանց մեջ եմ։ То есть он ясно показывает, что он молится за все собрание верующих. Այսինքն նա հստակ ներկայացնում է, որ նա աղոթում է բոլոր И հավատացյալների он համար։ говорит, я в них. Եվ ասում է ես նրանց մեջ եմ։ Мы члены тела его. Մենք նրա մարմնի անդամներն Мы ենք։ нужны друг другу. Մենք անհրաժեշտ ենք մեկը И он в մյուսից։ нас. Եվ նա մեր մեջ է։ И через нас вот эта божественная природа, она воплощается. Եվ մեր միջոցով այդ աստվածային էությունը ինքը մարմնավորվում է։ Поэтому в теле мы должны занять свое место. Դրա համար մարմնում մենք պետք է մեր տեղը Вот զբաղեցնենք։ посмотрите на этого брата. Նայեք այս եղբորը։ Он там сидел на последнем Այնտեղ месте. վերջին նստաններ նստած։ Ничего не делал. Ոչ մի բան չէր անում։ Он просто сидел, слушал. Ուղղակի նստած լսում էր։ А сейчас он уже в деле. Իսկ հիմա արդեն գործի մեջ Он է։ уже вместе с нами в деле. Արդեն մեզ հետ գործի մեջ է։ Он занял свое место в теле. Նա իր տեղը զբաղեցրեց մարմնի մեջ։ И мы думаем, что ничего особенного вроде бы. Եվ մենք мտածում ենք, ոչ որ յուրատուկ բան ինքը չի О, нет, անում։ он делает важное дело. Ոչ, նա շատ կարևոր գործ է Поэтому мы, անում։ каждый из нас в теле должен занять свое место. Դրա համար մեզանից յուրաքանչյուրը մարմնում պետք է իր տեղը И զբաղեցնի։ нам даны великие обетования, Եվ մեզ մեծագույն խոստումներն են чтобы мы տրված, соделались причастниками божественного естества. որ մենք միաձուլվենք այդ աստվածային գործին։ Мы никогда не Էությանը։ станем богами, да. Մենք երբեք աստվածներ չենք դառնա։ Это точно мы должны знать. Սա մենք հստակ պետք է իմանանք։ Но мы призваны вот в эту великую реальность созидания тела Христова, Բայց մենք կանչված ենք այդ իրականությանը Քրիստոսի հետ в մեկացմանը, котором пребывает Христос, вот эта божественная природа, являющаяся во плоти. որտեղ բնակվում է Քրիստոս այդ աստվածային էությունը, որ մարմնով И հայտնվում է։ явление этой божественной природы прекратится, когда церковь вознесется. Եվ այդ աստվածային մարմնի դրսևորումը ինքը կվերանա, երբ որ եկեղեցին կհապշտակվի։ Слава Иисусу! Փառք Հիսուսին։ Вы ждете этого дня? Դուք սպասում եք այդ օրվան։ Я жду.
Ես սպասում եմ։ Да, я даже с женой всегда прощаюсь. Ես միշտ կնոջս հետ բաժանվում եմ, հաջողություն Все. եմ անում։ Если меня сегодня Иисус заберет, Ասում եմ, եթե Հիսուսը ինձ այսօր վերցնի, я буду рад. ես ուրախ А կլինեմ։ мы там с ней встретимся. Եվ մենք նրա հետ այնտեղ կհանդիպենք։ Поэтому вот когда церковь будет вознесено, все закончится. Դրա համար որ եկեղեցին ինքը կամբարձվի, ամեն ինչ И կվերջանա։ как Он был в мире, так и мы. Եվ ինչպես որ նա էր երկրի վրա, այնպես էլ մենք։ Как Отец послал Иисуса, так Иисус посылает нас. Ինչպես Հայրը Հիսուսին ուղարկեց, այդպես էլ Հիսուսը уղարկում է մեզ։ И воля Божья в том, чтобы на земле проявлялась вот эта божественная природа через тело Его. Եվ Աստծո կամքը նրանում է, որ Աստված իր Աստվածային էությունը հայտնի իր մարմնի միջոցով։ То есть, как она была явлена в Нем через тело, которое дала Марии, так же и через нас сейчас. Ինչպես որ նրա միջոցով դա հայտնվեց այն մարմինը, որ Մարիամից ծնվեց, այնպես էլ մեր միջոցով։ Поэтому Бог, Он призывает свой народ и требует, чтобы народ исполнял Его волю. Դրա համար Աստված կանչում է իր ժողովրդին եւ պահանջում է, որ ժողովուրդը կատարի իր կամքը։ Теперь смотрите, к чему призвана церковь. Տեսեք հիմա ինչի է կանչված եկեղեցին։ Первое, оправдал себя в духе. Առաջինը արդարացվեց հոգով։ То есть церковь призвана, чтобы явить жизнь Иисуса. Իսկ եկեղեցին կանչված է որպեսզի Քրիստոսի կյանքը դրսևորի։ Если церковь не являет жизнь Иисуса, это религия, просто религия. Եթե եկեղեցին Քրիստոսի կյանքը չի դրսևորում, դա ուղղակի կրոն է։ В нас, как и индивидуально и коллективно, должна проявляться божественная природа. Մեր կյանքում թե անհատապես, թե ընդհանրական պետք է Աստվածային այդ էությունը, բնույթը։ Поэтому призвание церкви в том, чтобы свидетельство живого присутствия Господа Եվ դրա համար происходило. եկեղեցու կանչվածությունը նրանում է, որ կենթանի այդ վկայությունը ունենա։ Человек приходит в собрание ваше и переживает Бога там. Մարդը գալիս է ձեր եկեղեցի ծառայության մեջ եւ Աստծո ներկայությունն է վերանում։ Некоторые думают, что цель церкви – это заниматься, проводить богослужения, вечера хвалы, благотворительность и так далее. Որոշները մտածում են, որ եկեղեցու նպատակը նա է, որ ծառայություններ անեն, փառաբանության երեկոներ, Ну, то կամ есть- որ բարեգործական То սոցիալական есть բաներ։ просто мы поддерживаем какое-то существование религии. Այսինքն մենք կարծես թե օգնում ենք եկեղեցու գոյատևմանը, կրոնի И все, գոյատևմանը։ что угодно можно в эту деятельность вложить. Եվ ինչ որ պետք է կարող ենք այս գործունեության մեջ դնել։ Но в Новом Завете церковь показана как средство сохранения живого присутствия Господа. Բայց նոր կտակարանում արդեն ներկայացնում է եկեղեցին որպես այդ Աստծո ներկայության պահպանման վայր։ Вот почему до сих пор церковь на земле. Ահա թե ինչու է միջև այսօր եկեղեցին երկրի Вот վրա։ вы знаете, здесь есть американское посольство. Գիտեք, այստեղ կա Ամերիկայի դեսպանատունը։ Знаете, да? Գիտեք, չէ՞։ Как вы знаете, есть. Ինչպես գիտեք։ Мы видим, Տեսել ենք։ мы знаем, на какой улице. Գիտենք, որ փողոցի Флаг там. դրոշն է И այնտեղ։ просто так туда не зайдешь. Եվ ուղղակի այսպես չես կարող այնտեղ։ А мы с вами являемся посольством Иисуса Христа. Իսկ մենք ձեզ հետ Հիսուս Քրիստոսի դեսպաններն ենք։ Как դեսպանատուններն индивидуально, ենք, так и коллективно. Ինչպես անհատապես, այդպես էլ ընդհանրական։ Мы не просто представители Его, мы выражаем Его присутствие. Մենք ոչ միայն ներկայացուցիչներն ենք նրան, այլ նաև նրան ներկայությունն ենք։ И мы оправданы в Духе. Եվ մենք հոգով արդարացված ենք։ И Христос был оправдан, и мы оправданы в Духе. Քրիստոսն էր արդարացված եւ մենք էլ ենք արդարացված То есть мы հոգով։ живем по плоти, по Духу. Այսինքն մենք ապրում ենք հոգով։ Он умершлен по плоти и ожив Духом. Այսինքն նա մահացած է մարմնով եւ հոգով կենթանացած է։ И мы умираем для плоти и живем по Духу. Եվ մենք մահանում ենք մարմնի համար եւ կենթանանում ենք հոգու համար։ То есть Господь первый, Он прервал вот эту смерть плотской жизни. Եվ առաջինը որ Աստված արեց այդ մարդկային մարմնի մահը արեց։ Поэтому Он оправдан, а мы благодаря Ему оправданы. Եվ նա արդարացված է եւ իր շնորհիվ նրա մենք էլ արդարացված ենք։ Второе, церковь была создана, чтобы сохранять вот это свидетельство. Երկրորդը եկեղեցին ստեղծված է նրա համար որպեսզի պահի այդ վկայությունը։ Он говорит, я не молю, чтобы ты взял их из мира, но чтобы сохранил их от зла. Նա ասում է ես չեմ աղոթում որ դու նրանց երկրից վերցնես, այլ որպեսզի պահես նրանց չարից։ И вот это самый большой вызов церкви состоит в том, чтобы оставаться верной Богу. Եվ ահա մեծագույն կոչը, որ եկեղեցուն ուղղված է, դա այն է, որպեսզի մնան Աստծո И в մեջ։ служении, и в призвании. Եվ ծառայության ու կանչի մեջ։ Поэтому мы члены Его тела. Դրա համար մենք նրա մարմնի անդամներն И ենք։ как индивидуально, так и коллективно. Եվ ինչպես անհատապես, այդպես էլ И в нас ընդհանրական։ должна быть вот эта духовная жизнь. Եվ մեր մեջ պետք է լինի այդ հոգևոր կյանքը։ Слава нашему Господу. Փառք մեր Տիրոջը։ Поэтому дайте Богу вот эту возможность через вас проявиться. Դրա համար թույլ տվեք, որ Աստված ձեր միջոցով դրսևորվի։ Дальше посмотрите. После своего воскресения
Հաջորդը տեսեք նրա իր հարությունից հետո Мы прочитали, он показал себя ангелом. նա իրեն ցույց տվեց հրեշտակներին։ Ефесянам 3:10, посмотрите. Եփեսացիս 3:10 նայեք։ Ефесянам 3:10. Եփեսացիս 3:10 Здесь написано, дабы ныне сделалось известную через церковь որ հիմա իշխանությունների եւ պետությունների начальством и властям на небесах многоразличная премудрость Божья. որ հիմա իշխանություններին եւ պետություններին երկնավորներում է եկեղեցու ձեռովը հայտնվի Աստծո բազմապատիկ իմաստությունը։ Послушайте очень внимательно. Լսեք շատ ուշադիր։ Благодаря тому, что церковь совершает на земле, Իշ շնորհիվ նրան, որ եկեղեցին գործում է երկրի վրա, ангелы, глядя на нее, հրեշտակները նայելով նրան, получают откровение о Боге и о Его славе. ստանում են հայտնություն Աստծո մասին եւ նրա փառքի մասին։ Церковь не только служит людям здесь, Եկեղեցին ոչ միայն ծառայում է այստեղ մարդկանց, церковь еще служит ангелам. եկեղեցին նաեւ ծառայում է հրեշտակներին։ Ангелы смотрят на нас, на наши взаимоотношения с Богом Հրեշտակները նայում են մեզ եւ մեր փոխհարաբերություն Աստծո и հետ познают Бога. եւ ճանաչում են Они Աստծո։ узнают, какой Он. Նրանք իմանում են ինչպիսին է նա։ Это трудно представить. Սա դժվար է հասկանալ, Но в этом месте Писания так написано. բայց այս տեղում այդպես է գրված։ Но содержится ясное утверждение на то, что Бог учит вот эти небесные начальства и власти. Նա հստակ ցույց է տալիս, որ Աստված սովորեցնում է երկնային այդ իշխանություններին И делает Он это через свою деятельность в церкви. եւ այդ ամենը անում է իր եկեղեցու գործունեության միջոցով։ Например, когда враг пытается сбить нас с ног, Երբ որ թշնամին ուզում է մեզ տապալել и он указывает нам на наше поражение. եւ նա ցույց է տալիս մեր պարտությունները, Давайте всегда помнить, что через наше хождение с Богом совершается большое служение в отношении ангелов. եկեք միշտ հիշենք, որ մեր Աստծո հետ քայլելու միջոցով մեծ ծառայություն է մատուցում հրեշտակները, որ Они տեսնում են։ смотрят и учатся чему-то. Նրանք տեսնում են ինչ որ բան սովորում են։ Следующее. Церковь должна нести свое служение всем людям. Հաջորդը եկեղեցին պետք է իր ծառայությունը տանի բոլոր մարդկանց։ Это служение явления Христа во всех народах. Դա ծառայությունն է բոլոր ազգերին։ Послушайте еще очень важную вещь. Լսեք եւս մեկ կարևոր մի բան։ Иисус сказал проповедовать Евангелие всем народам. Հիսուսը ասեց ավետարանը քարոզել բոլոր ազգերին։ Одно из последних знамений пришествия Христа, что Евангелие будет проповедано всем народам. Նշաններից մեծագույն նշաններից մեկը Հիսուս Քրիստոսի գալուստի հետ կապված է, որ ավետարանը ամեն ազգերին То есть քարոզի։ Христос не придет, пока все народы не услышат Евангелие. Այսինքն Քրիստոսը չի գա միջև որ բոլոր ազգերը չլսեն Пока ավետարանը։ всем народам не будет дан шанс. Երբ որ բոլոր ազգերին չտրվի հնարավորություն։ Поэтому на ком лежит ответственность о пришествии Господа? Դրա համար ում վրա է այդ պատասխանատվությունը Նա Քրիստոսի нас։ գալուստի մեջ։ Теперь понимаете, почему Христос до сих пор не пришел? Հիմա հասկանում եք ինչու Քրիստոսը միջև հիմա չի եկել։ Потому что мы только армянам проповедуем. Որովհետև մենք միայն հայերին ենք քարոզում։ Даже в Россию едем, только там армянам проповедуем. Անկամ գնում ենք Ռուսաստան, այնտեղ միայն հայերին ենք Я քարոզում։ там пастор армянин, я его обличал там. Այնտեղ հայ հովիվ ունենք։ Он там в իրան России հանդիմանել է, живет. Ռուսաստանում է ապրում։ Я говорю, почему ты только армянам Ասում проповедуешь? ինչու ես միայն հայերին На ավետարանում։ армянском языке у него служение проходит. Հայերենով է իր Я говорю, у ծառայությունը։ тебя рядом должен быть переводчик на русском, чтобы ты Ասում քո կողքը переводил. պետք է լինի ռուս թարգմանիչ։ Чтобы русские приходили, тоже Որ ռուսներն каялись. էլ գան, И татары, чтобы приходили. թաթարներն էլ И գան, казахи, чтобы приходили. կազախներն էլ գան։ Почему я армянам твоим проповедую? Ты должен русским проповедовать. Ինչու ես քո հայերին պետք է քարոզեմ, դու էլ ռուսներին։ Мы всем народам должны проповедовать. Մենք բոլոր ազգերին պետք է քարոզենք։ Мы замедляем пришествие Господа. Մենք ենք դանդաղեցնում Քրիստոսի А мы գալուստը։ должны приготовлять Ему путь. Իսկ մենք պետք է նրա համար ճանապարհ И это պատրաստենք։ делал Христос, и это ответственность церкви. Եւ դա մեր Քրիստոսը եւ դա եկեղեցու պատասխանատվությունն է։ Слава нашему Господу. Հարկ մեր Տիրոջ։ Да будут все едины, да уверует мир. Ամեն։ Ամեն. Что сказал։ Да будут все едины, и да уверует мир. Թող բոլորը միաբան լինեն եւ աշխարհը հավատա։ Слава Господу. Հարկ Տիրոջը։ Поэтому мы остаемся верными Богу в своем теле. Դրա համար մենք հավատարիմ ենք մնում Աստծուն մեր մարմնի մեջ։ Написано, что не все мы умрем, Գրված է որ մեզանից ոչ բոլորն են որ մահանալու։ но все изменимся во мгновение ока при последней трубе. Բայց բոլորս աշկ թարթել բացելու պես կկրպանափոխվենք։ Я скажу вам, вот совсем недавно я был на одной миссионерской конференции. Կասեմ ձեզ ոչ
Երկար ժամանակ առաջ եղել եմ մի կոնֆերանսում 4500 было людей, связанных с миссией. 4500 մարդ էր, որ միսիայի հետ կապակցված Я էր։ слышал свидетельства по всему миру, уже почти везде достигнуты Ես Евангелием. люди. լսեցի, որ կարծես թե ամբողջ աշխարհով մեկ ավետարան արդեն քարոզված Эти է։ дикие племена уже все обращены в веру, в Այդ христианство. վայրի ցեղերը արդեն քրիստոնեության են դարձել։ Осталось всего 500 народов. Մնացել է միայն 500 ազգ։ Всего 500 народов, которые еще не слышали Евангелие. Միայն 500 ազգ, որ դեռ չեն լսել ավետարանը։ Это мусульманские страны. Դրանք մուսուլմանական ազգերն են։ Такой квадрат 5000 километров от Израиля. Այդպիսի մի հատենց տարածք է 5000 կիլոմետր Իսրայելից В հեռու։ этих странах еще не достигнуто Евангелие. Այդ ազգերին դեռ չի գնացել ավետարանը։ Я имел общение с одной церковью. Ես մի եկեղեցու հետ հաղորդակցություն Они ունեցա։ конкретно приближают пришествие Господа. Նրանք կոնկրետ մոտեցնում են Քրիստոսի Просто գալուստը։ берут, готовят так 10 евангелистов. Ուղղակի վերցնում են այդպիսի 10-նյակ քարոզիչներ են И в эту պատրաստում։ мусульманскую страну они просто отправляют туда. Եւ այդ մուսուլմանական երկրները ուղարկում են И նրանց։ они едут туда и проповедуют там Евангелие. Եվ նրանք гնում են այնտեղ ու քարոզում են այդ И ավետարանը։ еще тех еще не успели выгнать Եվ դեռ նրանց չեն հարցրել դուրս վրընդեն или арестовать. կամ էլ ձերբակալեն։ Они уже готовят следующую партию евангелистов. Նրանք արդեն ուրիշ ավետարանիչների են И там պատրաստում։ их ловят, депортируют. Եվ նրանց բռնում են ու դեպորտ են А անում։ следом заходит еще одна партия и идет дальше. Եվ туда. նրանց հետևից էլ մի ուշ պարտիա է։ Представляете, есть такие церкви, которые двигаются на то, чтобы приблизить пришествие Господа. Պատկասում եք այդպիսի եկեղեցիներ կան, ովքեր ձգտում են, որ Քրիստոսի գալուստը А что մոտեցնեն։ мы делаем для того, чтобы приблизить пришествие Իսկ Иисуса? ինչ ենք անում մենք, որպեսզի Քրիստոսի գալուստը մոտեցնենք։ Библия говорит, что при последней трубе мы будем восхищены. Աստվածաշունչը ասում է, որ վերջին փողի հնչման ժամանակ մենք И мы կհամբարձվենք։ в последнее время живем. Եվ մենք վերջին ժամանակներն ենք։ Когда осталось совсем чуть-чуть. Երբ որ мնացել է շատ քիչ, И поэтому вот это касается Божьего народа. եւ դրա համար սա վերաբերում է Աստծո И ժողովրդին։ наши сердца, они должны также восклицать: «Приди, Господи». Եվ մեր սրտերն են նույնպես պետք է կանչեն, ասեն եկով Տեր։ Маранафа, да, знаете? Мараната, Маранафа. Мараната, Гряди, Господи. արի Տեր։ Вот сегодня, как церковь мало об этом говорит. Ասրամասի եկեղեցին քիչ է խոսում։ Сегодня будет: «Господи, подожди еще. Այսօր կարող են ասել Տեր սպասիր մի Мне քիչ։ надо жениться, замуж Դեռ выйти. պետք է ամուսնանամ, Еще подожди, дети. մի քիչ էլ սպասի Еще дом երեխաներս։ надо построить. Տունը կառուցեմ։ Ой, и там надо сделать Էս էլ что-то». պետք է անեմ։ Не, подожди, не Маранафа, Господи. Ոչ Мараната, Нет. ոչ։ Это так церковь сегодня. Այսպեսին եկեղեցին է այս։ Послушайте, какие песни мы поем. Լսեք ինչպեսի երգեր ենք մենք И երգում։ ужаснитесь. Ու կսարսափեք։ Очень часто эти песни про нас. Հաճախ այդ երգերը մեր մասին են, Какие мы. ինչպեսին ենք մենք։ Вот я, Господь, пришел, чтобы тебе поклониться. Ահա ես Աստված եկել եմ, որպեսզի քեզ երկրպագեմ։ Я пришел, ты посмотри, я же пришел Ես եկել եմ поклониться. նայիր, տես եկել И եմ։ давай благословляй меня. Ու օրհնիր ինձ։ Вы о чем? Что это за песня такая? Ինչի մասն է խոսքը, այդ ինչ երգ է։ Это ужасно. Սա ահավոր է։ Почему мы приходим к Богу? Ինչու ենք մենք գնում Աստծուն։ Хотим ли мы туда? Արդյոք ուզում ենք գնալ այդ։ Знаете, послушайте одну вещь. Լսեք մի կարևոր Вот, բան։ братья, Եղբայրներ, ну представьте, вот у вас есть невеста, պատկասեք դուք հարսնացու ունեք, и она признается вам в любви. եւ նա սերով խոստովանել է ձեզ, И вы тоже ее любите. եւ дուք էլ նրան սիրում եք, И она хочет выйти за вас замуж. եւ նա ուզում է ձեզ հետ ամուսնանալ, Но вдруг вы видите, եւ հանկարծ տեսնում եք, что она больше, что ее больше интересуете не вы, а то, что у вас есть. որ նրան ավելի շատ հետաքրքրում եք ոչ թե դուք, այլ այն ինչ որ դուք ունեք։ Дом, машина, украшения, Տունը, մեքենան, հարստությունը, финансы. ֆինանսները, Нет, нет, она вас тоже как бы говорит: «Я тебя люблю». չէ, ոնց որ թե ձեզ էլ է ասում, որ ձեզ սիրում եմ, Но вы понимаете, вы видите, բայց դուք հասկանում եք, դուք տեսնում եք, что она больше крутится вокруг того, что у вас есть. որ նա ավելի շատ շրջում է նրա շուրջ ինչ որ դուք ունեք, Или она крутится вокруг вас для того, чтобы получить то, что у вас есть. որ դուք կաք թե ինչ որ ձեր դուք ունեք։ Скажите, братья, вы женитесь на такой девушке? Ասեք եղբայրներ, դուք կամուսնանաք այսպեսի աղջկա հետ։ Да? Այո։ Братья там? Нет. Ոչ, Нет. ոչ, Никто не женится. ոչ մեկ չի ամուսնանա։ Почему мы думаем, что Иисус Ինչու ենք մենք մտածում, որ Հիսուսը возьмет себе эту невесту, կվերցնի իր մոտ այդ հարսնացուին, которая крутится вокруг его богатства, ով որ շրջում է նրա հարստության շուրջ, которая, в принципе, как бы Иисус и не сам и не интересен. որին կարծես թե Հիսուսը ընդհանրապես չի հետաքրքրել չէ։ Ну, вам интересен Иисус?
Բայց ձեզ հետաքրքիր է Вы его Հիսուսը։ любите? Սիրում եք նրան։ Вы готовы прямо сейчас к нему пойти, если он позовет вас? Պատրաստ եք հենց հիմա գնալ նրա մոտ, եթե նա կանչի Вот ձեզ։ прямо сейчас. Հենց հիմա։ Вот представьте, сейчас ангел здесь является. Պատկերացրեք հիմա հրեշտակ այստեղ И հայտնվի։ он говорит, что Иисус послал меня, чтобы вас забрать. Եվ նա ասի Հիսուսը ինձ ուղարկել է որ ձեզ տանեմ։ Он любит вас, он за вами пришел, чтобы Նա вас սիրում է забрать. ձեզ ու ձեր հետևից եկել որ ձեզ տանի։ И вот 2 минуты у вас есть. 2 րոպե ունեք Принять решение. որոշում կայացնել։ Ну вы не согрешите. Դե դուք մեղք չեք Если գործի։ откажетесь, вы не согрешите. Դե որ հրաժարվեք էլի մեղք չեք Но он գործի։ хочет прямо сейчас. Բայց նա ցանկանում է որ հենց հիմա Кто пойдет? ով կգնա։ Кто? Դա Кто там машет за самоваром? սամավար։ Самовар тоже говорит, я пойду. Понимаете? Հասկանում եք։ Но почему я туда хочу? Բայց ինչու եմ ես այդտեղ Потому ուզում։ что я уже здесь устал жить, Որտեւ ես այստեղ արդեն հոգնել եմ ապրելուց, или я его люблю. թե ես նրան սիրում Я եմ։ хочу его увидеть. Ուզում եմ նրան տեսնել։ Какой он мой Иисус? Ինչպիսին է իմ Հիսուսը։ Меня ничего здесь не держит. Ինձ ոչ մի բան այստեղ չի պահում։ Только Иисус меня здесь держит. Միայն Հիսուսն է որ ինձ Понимаете, պահում։ это другое Евангелие. Հասկանում եք, սա ուրիշ ավետարան։ Я не кручусь вокруг тебя ради твоего богатства. Ես չեմ шրջում քո շուրջ քո հարստության համար։ Мы уйдем отсюда, ничего не возьмем. Մենք кգնանք այստեղից ու ոչինչ էլ չենք Все անի։ оставим здесь. Ամեն ինչ С կթողնենք։ нас наши туфли, ботинки снимут, Մեզանից մեր կոշիկները կհանեն։ оденут тапочки какие-нибудь. Ինչ որ հողաթափեր կհագցնեն։ Золото, украшения, все мы здесь оставим. Ոսկիները, զարդարանքը ամեն ինչ կթողնենք։ Как страшно будет для людей, они разочаруются. Ինչ ահավոր կլինի մարդկանց համար կհիասթափվեն Христос նրան։ скажет им, никогда я не знал вас. Քրիստոսը կասի ես երբեք ձեզ չեմ էլ ճանաչել։ Почему так? Ինչու է Потому այդպես։ что я не был вам интересен. Որտեվ ես ձեզ համար հետաքրքիր չեմ։ Подумайте над тем, что я Մտածեք сказал. դրա մասին ինչ Мы որ ասեմ։ церковь Иисуса. Մենք Քրիստոսի И եկեղեցին ենք Господь нас спас. եւ Աստված փրկել է И մեզ։ мы воплощаем эту тайну. Եվ մենք մարմնավորում ենք այդ Он գաղտնիքը։ через нас. Նա մեր միջոցով, Он через нас. նա մեր В միջոցով, нас и через нас. մեր մեջ եւ մեր միջոցով։ Аллилуйя. Молимся. Аллилуйя. Давайте помолимся. Աղոթենք։ Аллилуйя. Господь.